Լրություն, որի ներքո ինտենսիվ միտքն է աշխատում։ Հայաստանում դպրոցական շախմատը վաղուց ավելին է, քան պարզապես ինտելեկտուալ խաղ։ Այն ռազմավարական մտածողություն եւ վերլուծող հասարակություն ձևավորելու ամենագործուն գործիքն է։ Մայրաքաղաքի ամենախելացի պատանիներն այս անգամ հայկական բարեգործական ընդհանուր միության հարկի տակ էին։ Ընթանում էր դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի Երևանի քաղաքային եզրափակիչը։ Արդեն 2 տասնամյակ կրթական այս խոշորագույն նախագիծը իրականություն է դառնում Հայաստանի շախմատի ակադեմիայի եւ հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցության շնորհիվ։ Ես շատ եմ սիրում եւ կարելի ասած ապրում եմ շախմատով։ Շախմատը իմ համար խաղ է, որը պայքարում ես հաղթանակի համար, դա նաեւ բնավորություն է ձևակերպում։ Լինելով դպրոցի լավագույն խաղացողը շախմատ, առաջի տախտակ եմ նստում եւ երկրորդ դասարանից արդեն խաղում եմ օլիմպիադա։ Շախմատը օգնում է կենտրոնանալ եւ օգնում է լինել ավելի ուշադիր եւ հաշվարկներ ուժեղացնում։ Խաղատախտակից այն կողմ երեխաների յուրաքանչյուր քայլին ամենամեծ հուզմունքով հետևում են նրանց ուսուցիչները։ Մանկավարժների համար այս մրցաշարերը լավագույն ապացույցն են առ այն, որ ճիշտ մոտեցման դեպքում երեխաներին հնարավոր է կտրել խելացի հեռախոսներից ու վիրտուալ աշխարհից։ Թեև թիմերում դեռևս գերակշռում են տղաները, ուսուցիչները վստահ են։ Շախմատն օգնում է բոլորին զարգացնել կենտրոնացումն ու կամքի ուժը։ Ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք, այս հրաշալի միջոցառմանը բավականին հաճելի մթնոլորտ շատ լավ անցնում է։ Շախմատը ես ասեմ հիմա էլ ավելի կարևոր է դպրոցականների համար, քան նախկինում, որովհետև հիմա նրանք ավելի շատ շեղող իրեր ունեն իրենց ձեռքերում։ Եզրափակիչ փուլն ունի հստակ կառուցվածք, իսկ արդար մրցապայքարին հետևում է պրոֆեսիոնալ մրցավարական կազմը։ Այս օլիմպիադան սկսում է դպրոցական փուլից, բազմաթիվ դպրոցներից ընտրվում են ուժեղագույնները, հետո իրենք մասնակցում են համայնքային փուլին եւ համայնքներից լավագույն թիմերը դուրս են գալիս։ Հիմա սա Երևանի եզրափակիչ փուլն է, որտեղ մասնակցում են 10 լավագույն երևանյան դպրոցներից։ Այստեղից էլ 3 թիմ մասնակցելու է հանրապետական փուլին։ Հանրապետական փուլը մենք անցկացնում ենք մեր Հայաստանի տարբեր վայրերում։ Որպեսզի դպրոցական մակարդակում այս ոգևորությունն ու առողջ մրցակցությունը պահպանվեն, անհրաժեշտ է ամուր թիկունք։ Դեռ 20 տարի առաջ հայկական բարեգործական ընդհանուր միությունը հավատաց դպրոցական շախմատի զարգացման տեսլականին։ Սկսելով ամենապարզից հեռավոր մարզերի դպրոցներին գույք եւ խաղատախտակներ տրամադրելուց, այսօր կառույցը շարունակում է իր առաքելությունը լավագույններին ապահովելով արժեքավոր մրցանակային ֆոնդով եւ ինտելեկտուալ նվերներով։ Ինչ ճանապարհ է անցել այս ռազմավարական գործընկերությունը 2 տասնամյակում։ Մենք շատ սիրեցինք այս գաղափարը, քանի որ մենք հավատում ենք, որ շախմատը կարա լինի Հայաստանի այցեքարտը եւ քանի որ նաեւ հայկական բարեգործական ընդհանուր միության համար շատ կարեւոր է կրթությունը, մենք փորձեցինք ամեն ինչով աջակցել այս նախաձեռնությանը։ Մենք նաեւ աջակցում ենք շախմատի գիտահետազոտական ինստիտուտին եւ այնտեղի հետազոտությունները եւս մեկ անգամ ապացուցում են, գալիս են ապացուցելու, թե ինչ ճիշտ ուղի ենք մենք վերցրել, բռնել, որովհետեւ այն երեխաները, որոնք լավ են շախմատ առարկայի մեջ, նաեւ լավ մտածողներ են, լավ առաջադիմություն ունեն, ավելի հավաքված են, ավելի մտածում են վաղվա օրվա մասին։ Սա ոչ միայն այսինքն շախմատի զարգացման մասին, այլ ընդհանրապես անհատի քաղաքացու ձևավորման մեջ մեծ ներդրում է կարծում եմ։ Այն, ինչ տարիներ առաջ մեկնարկեց որպես համարձակ գաղափար, այսօր դարձել է կայուն ինստիտուտ։ Պատահական չէ, որ այս օլիմպիադաների բովով են անցել մերօրյա գրեթե բոլոր առաջատար գրոսմայստերները։ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը հետադարձ հայացք գցելով անցած տասնամյակներին ամփոփում է այն մեծ ազդեցությունը, որն ունեցել է դպրոցական շախմատն ու հայկական բարեգործական ընդհանուր միության հետ անընդմեջ համագործակցությունը։ Ես նույնիսկ բառեր չեմ կարողանում գտնել, ասել թե որքան համագործակցություն, որքան ջերմ, որքան օգտակար եւ որքան հետաքրքիր է դարձրել շախմատի օլիմպիադան դպրոցականների, որովհետեւ այդ բոլոր տարիներին բարեգործական ընդհանուր միությունը եղել է շատ օգտակար եւ
այսօրվա մեր գրոսմայստերները բոլորը մասնակից են եղել այս մրցաշարերին եւ պատկերացնում թե որքան նվերներ են ստացել, որքան ջերմ հիշողություններ իրենք ունեն այդ տարիների ընթացքում։ Ես միայն խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել այն վերաբերմունքի եւ այն մտածելակերպի մասով, որը իրենք մեր այս մրցաշարի հանդեպ ունեցել են։ Տրամաբանական եւ անզիջում պայքարն այսօր կորոշի այն 3 լավագույն թիմերին, որոնք կստանան հանրապետական փուլի ուղեգիր, իսկ այնտեղ արդեն պայքարը կընթանա Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար, ինչը լավագույն դպրոցին բացառիկ իրավունք կտա մեր երկիրը ներկայացնել Սոչիում կայանալիք հեղինակավոր Սպիտակ նավակ միջազգային մրցաշարում։ Դպրոց Անկախ նրանից, թե ովքեր կնվաճեն հաղթողի գավաթը, գլխավոր արդյունքն արդեն արձանագրված է։ Շախմատի ակադեմիայի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության 20-ամյա համատեղ աշխատանքի շնորհիվ այսօր ունենք սերունդ, որը սովորում է մտածել, հաշվարկել քայլերն ու երբեք չհանձնվել, թե խաղատախտակի շուրջ, թե կյանքում։